2007 թվականին, երբ Պետրոս Քոչինյանն ընտրվեց Վահագնիի համայնքապետ, ջրամատակարարման ներքին ցանցը, որը գյուղում կառուցվել էր դեռևս 1964 թվականին, գտնվում էր անմխիթար վիճակում։ Ամբողջովին շարքից դուրս էին եկել ջրատար խողովակները, մեծ էին ջրակորուստները։ Ձմռան ամիսներին գյուղի փողոցներով հոսող ջուրը սառցակալում էր երթևեկը դարձնելով անհնարին։ Նորընտիր համայնքապետը ձեռնամուխ եղավ ջրամատակարարման ներքին ցանցի կառուցմանը։ Վերջինս դիմեց Փրկեք երեխաներին, Ջինիշյան հիմնադրամ եւ այլ կազմակերպությունների եւ տարբեր ծրագրերի օգնությամբ իրականացրեց ներքին ցանցի վերանորոգումը։ 8 կիլոմետր ներքին ցանցից 5 կիլոմետրը վերանորոգեցի։ Ոչ թե վերանորոգեցի, փոխեցի կապիտալ։ Այդ 64 թվականի այդ բոլոր խողովակները մի մասը մնաց տակին, մի մասը հանեցին, տվեցին գազի համար ներդրում արեցին, բերեցին պոլիէլիթենային խողովակներով անցկացրի։ Եվ ես ձեզ ասեմ, այն կենտրոնական գլխավոր տրասայի որ ջուրը մտնում էր բասեին, այն ժամանակ մտնում էր 100 միավոր։ Ես մի ճյուղը որ փոխեցի, փակեցի, մնաց 70 միավոր, 30 միավոր տվեցի Կիրովականին ջուրը։ Մի ուշ ճյուղը որ փոխեցի, մի 30 դեր տվեցի նրանց։ Այսինքն այն ժամանակ 100 միավոր ջուր էր մտնում գյուղ, բայց գյուղի մեծամասնությունը մի 30-40% վերևի տները ջուր չունեին։ Այդ 100-ը ես դարձրեցի 20, 80 տվեցի Վանաձորին։ 20-ով իմ վերանորոգումից հետո գյուղը բոլորը ջուր ունեին միանշանակ։ Հենց այդ ժամանակ էր, որ համայնքին տեղեկացրել են մարզի ջրամատակարարման բարելավման ուղղված հայ-գերմանական ծրագրի մասին, որով նախատեսված էր ինչպես Վահագնիում, այնպես էլ այլ համայնքներում նոր ջրամբարներ կառուցել։ Գյուղի բնակիչներն ասել են, որ իրենք ոչ ջրամբարի եւ ոչ էլ ջրի կարիք ունեն, սակայն ծրագիրն արդեն հաստատված էր եւ այն պետք է իրականացվեր։ Հիմա այս թազաբասերները բերեցին, դրեցին, անցած շաբաթ եկան որ միացնեն, եկան տեսան միացին, ասում են, բայց ես հասկանում եմ, այսքան ջուրը մեր գյուղին չի հերքելու։ Նորմալ դա է։ Միացին գնացին, որ երկորից ամբողջ գյուղը ջուր կունենա։ 10-րդ օրն է գյուղի միայն 30% ջուր ունի, այսինքն ներքևի թաղը։ Խնդրի առնչությամբ Պետրոս Քոչինյանը դիմել է Լոռի ջրմուղ կոյուղի Փակbaşնետիրական ընկերության գործադիր տնօրեն Էդուարդ Վահանյանին ներկայացնելով ստեղծված իրավիճակը։ Տնօրենը նոյեմբերի 26-ին այցելել է Վահագնի, տեղում ծանոթացել խնդրին, զրուցել համայնքապետի հետ եւ ասել, որ հարցը կկարգավորվի, սակայն մի շարք թաղամասեր դեռևս ջուր չունեն։ Դե առաջին հին բասենում նորմալ ջուրը գալիս էր, հիմա ինչ փոխելն շատ բարակ է գալի, գյուղի մի մասն էլ вообще չի գալի։ Ջուր չկա էլ նորմալ չի։ Թաղամասկա вообще ջուր չունի։ Ասեմ մերը մի փոքր գալիս է բարակ, ասեմ բայց դրանով հարց չի լուծվում, ասեմ մենակ ինձանով։ Դե պատնենա որ գյուղը ջուր ունեն էլի նորմալ է։ Այսօր ես 80 տարեկան մարդ եմ, որ վեդրոն վեկալած, կիլոմետրերով մեկ չայր ենք ասում։ Չարիցը գնում եմ դեպքում որ ոչ խառնել ադեպը գնում եմ գնաց կանջրովը, տավարնել գնամ, խոզնել գնամ։ Ես գնում եմ վեդրով այդ ջրից բերեմ, որ խմեմ կամ ճաշենք ուտենք։ Խնդիրն այն է որ միջև էս բասեինը սարքել է, չնայած տրոբեկը պատրված էին, բան գյուղի համայնքը լրիվ ինչքան ուժը պատում էր գյուղի։ Ռեմոնտ սարքեցին, իսկ մեծ բասեինը երբ միացրին գյուղի կեսի ճատը ջուր չունի։ Բիտոնները վեդրոքերով են ջուր կրան։ Ես ներքի մասը ներքի թաղը մի քիչ ջուր կա, բարակ գալիս է, բայց ես բանը գյուղի կեսից վերև ջուրը չի գալի։ Մի կապլի ջուր չկա, կնեն գեղի տաջիցը ջրեր բերեմ, որ 80 տարեկան մարդ եմ ես գնում ջուր բերեմ, որ ինչա կռնով երեսցել ալվանը։ Շուրջ 10 օր է դպրոցը ջուր չունի, այն դեպքում, որ դպրոցում սանհանգույցները եւ ջերուցման համակարգը ջրով են կատարվում։ Ուրեմն մենք չենք կարողանում ապահովել ամենատարրական պայմանները, որովհետև արդեն կրկնում եմ 10 օր է ջուր չունենք, այն դեպքում, որ գյուղում գտնվող աղբյուրներն էլ մոտ գտնվում են 500 մետր հեռավորության վրա, որտեղից եթե օգտվենք էլ, ապա դարձյալ ջերուցման համակարգը կմնա առանց ջուր։ Հիմա խնդրում ենք, որ ապահովենք ջրով, այն դեպքում, որ մենք ջրի վարձերը ժամանակին մուծում ենք եւ պատրաստ ենք դարձյալ մուծելու, որպեսզի կարողանանք ուսուցման process-ը կատարել այնպես, ինչպես պահանջվում է։ Գյուղի ջրազրկված թաղամասերի բնակիչները դիմել են նաեւ Լոռու մարզպետին եւ իրենց ընտրատարածքից ազգային ժողովի պատգամավոր ընտրված Կարեն Սարիբեկյանին։ Անմիջապես արձագանքելով բնակիչների խնդրանքին, Կարեն Սարիբեկյանը զրուցել է Լոռի ջրմուղ կոյուղի Փակbaşնետիրական ընկերության տնօրեն Էդուարդ Վահանյանի հետ։ Արդյունքում նրանք համատեղայցելություն էին կատարել Վահագնի համայնք։ Հետաքրքրվելով բնակիչներին մտահոգող այս եւ մի շարք այլ հարցերով եւս պատգամավորը նշեց. Աղազանգից հետո ես այդ մարդուն հրավիրել եմ, եկել ենք միասին
որ ձեր հարցը խնդրեմը ես ինքս էլ ծանոթանամ, իմանամ ու հարցին լուծում տանք շատ արագ։ Նախ շատ անհանդուրժելի է, որ այսօր դպրոցը չունենա ջուր։ Այսօր ջրի պատճառով մարդիկ ձմեռ, մարդիկ այսօր երեխեք այսօր դասի են գնում ցրտի մեջ։ Բլու դրանց անհանգույցը չի աշխատում, ինչ անշանակում այսօր այս պայմանները մենք չունենանք ջուր։ Այդ առաջին, երկրորդը բնակիչները ճիշտ են ասում, պահանջը ես լսում եմ, ես հասկանում եմ, որ մարդիկ ունեցել են 24 ժամյա ջուր, ճիշտ է, ներդրումները կարա չգիտեմ ինչեր են արել, բայց ամենայն դեպս մենք դրան դեմ չենք, մենք կողմ ենք, ուղղակի ուզում ենք ասենք, որ եթե բարեփոխումներ են, հիմա չի նշանակում, որ 10 օր պետք է գյուղը մնա առանց ջրի։ Այդ առաջին է։ Ձեզ էլ չեմ ուզում ինչ-որ միտեղ ասենք վատաբանել ձեր մասին կամ ինչ-որ բան, նման բան չկա իմ մեջ։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, պատասխան տանք մեր ժողովրդին, իմ բնակչությանը, իմ ընտրողներին, որ գյուղը երբ պետք է ունենա ջուր, քանի ժամվա եւ մնացած իր հետևանքներով։ Ու ինձ թվում է, որ շատ անհապաղ պետք է տանելով, որովհետեւ երեխեքի հարց չկա։ Հյուրերը եղան նաև նորակառույց ջրամբարում ծանոթացան առաջացած թերություններին։ Երկար քննարկման արդյունքում լոռի ջրմուղու տնօրենը խոստացավ 4-5 օրում հարցը վերջնականապես կարգավորել։ Իսկ դպրոցում դասերը ժամանակավոր դադարեցնելու հետ կապված բնակիչների հարցադրմանն Էդուարդ Վահանյանը պատասխանեց, որ դրա կարիքը չկա, քանի որ ինքն առաջնահերթորեն կզբաղվի հենց այդ հարցով եւ դպրոցում ջրամատակարարումը շատ արագ կվերականգնվի։ Այսօր Վահագնի գյուղին իրենց հասանելիք նորմայից, այսինքն անձին 6 խորանար մետր գաղափարից գյուղ ավելի շատ է ջուր մտնում։ Բայց ցանցի ոչ ճիշտ կառուցման, ջրակորուստների, ապօրինի ջրօգտագործման արդյունքում այսօր առաջացել է մի կարգավիճակ, որը գյուղի մի մասին հնարավորություն չի տալիս օգտվել ջրամատակարարումից։ Նոր ջրամբարը աշխատանքի է դրվել 5 օր առաջ։ Խնդիրը առաջացել, որի ուղղությամբ կատարվում են աշխատանքներ, հանձնարարություն է տրվել նախագծողին լուծում գտնել, որպեսզի կարգավորվի եւ խնդիրը առաջ նույն խնդիրները եղել է մնացած գյուղերում, մաքսիմում 10 օրվա ընթացքում խնդիրը կարգավորվել է, այստեղ էլ է կարգավորվելու, ուղղակի միտեղ մարդիկ ըմբռնումով են մոտենում խնդրին, միտեղ մի փոքր ազդվածություն է առաջանում։ Այս գյուղը այդ օրինակն է եւ ես համոզված եմ, որ այստեղ էլ է խնդիրները լուծվելու